Պապան, քանի որ երկրորդ հարցից չպատասխանեցիք, երևի շատ ժամանակի խնդրության պատճառով։ Ես քննիր լաբորատորիաների հարցին անդրադառնաք, որովհետև այդ հարցը տվեցի, որովհետև հենց դուք սկսեցիք խոսել, ինձ ծանոթներից մեկը գրեց, ասեց նույն մեքենան, տեղ հանձնագրում տարբեր ձիաուժ անում եւ գնում ես 230,000 դրամ վճարում ես եւ հզորության վերագնահատումը տեղի ունենում։ Եվ երկրորդ հարցը, որին կուզեի անդրադառնալ, այստեղ պարոն Բագրատյանի ասածն է, եթե թվերը ճիշտ են, մենք տեսնում ենք, որ խայտառակ իրավիճակ է, պետությունը հարկաավաքների փողերը ուղղում է ինչ-որ բիզնեսներին, որպեսզի այդ բիզնեսները մեքենան մտցնեն Հայաստան առանց ավելացված արժեքի հարկ վճարելու եւ Հայաստանից արտահանեն։ Ինչու պիտի հերոս հարկատուները ֆինանսավորեն բիզնես եւ ինչու պետությունը միջնորդ հանդիսանում։ Դա համար ես քննեի, եթե ունեք այդ թվերը, ամփոփիչ ելույթում դրան անդրադառնաք, իսկ եթե չունեք, կարծում եմ ճիշտ կլինի, որ գոնե երկրորդ ընթերցումի առաջինից երկրորդ ընթերցում անցնելուց հստակ արձանագրի, որ եթե ինչ-որ մեկը մեքենա ներմուծել եւ արտահանումը ինձ ինքը պետք է ավելացված արժեքը հետ վերադարձնի կամ չգիտեմ մի տարվանից ավելի շուտ, երկու տարվանից ավելի շուտ արտանելու դեպքում վերադարձնի։ Շնորհակալություն։